Բարև ձեզ, շատ ուրախ ենք մենք այսօր, շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին, անձնակազմին, ֆուտբոլիստներին, կատարած աշխատանքի համար շատ շնորհակալ եմ, կարծում եմ մեր հաղթանակը օրինաչափ էր, մենք ունեինք շատ լավ հնարավորություններ կրկին անգամ դարպասը գրավելու, վերջում շատ դարված խաղ ստացվեց, արժանին է մատուցում մրցակցին, չհանձնվեց մինչև վերջի վայրկյանը, բայց կարծում եմ մեր հաղթանակը օրինաչափ էր, ինչի համար շատ ուրախ ենք, նախ եւ առաջ սա անդրանիկ հաղթանակներ Արարատի, երկրորդն էլ բարդ պայքարում ձեռք բերված հաղթանակ էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Խաղի մասին պետք է ասեմ, որ մենք որոշակի վերլուծություններ էինք արել մեր խաղի եւ հակառակորդի խաղի, որոշակի փոփոխություններ էինք արել ու կարծում եմ դա արդարացրեց, քանի որ երևի թե լավ տեսք ունենք, բացառության որոշակի դրվագների, վերահսկում էինք խաղը եւ ինձ թվում է արժանի ենք ներողություն հաղթանակի։ Պարոն Բարսեղյան, մի քիչ գլոբալ հարց, ինչ եք կարծում ես Արարատի պոտենցիալը, եթե համեմատենք Գառնանային Գանձասարի պոտենցիալի հետ, որը ավելի մեծ է ձեր համար, այս թիմի պոտենցիալի եւ Գանձասարի։ Բավականին բարդ դժվար հարց եք տալի, տարբեր թիմեր, տարբեր ղեկավարություն, տարբեր ֆուտբոլիստներ, դժվարանամ հարցին պատասխանեմ կամ միգուցե իմ պատասխանը հիմա կլինի ավելի շատ սուբյեկտիվ, ոչ թե օբյեկտիվ, ասեմ այսպես պատասխանեմ, ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս Արարատը ավելի լավ լինի այն Գանձասարից, կարամ sense պատասխանեմ, բայց ասել ով ավելի լավ ու պոտենցիալով դժվարն եմ պատասխանեմ, որովհետև տեսեք մենք կարևորագույն երկու ֆուտբոլիստ ենք կորցրել, մեր հարձակվողը Դումբյան, մեկը Խալիֆալլա Դումբյան եւ աճպաշտպանը, որ Կլինտոնը, որի վրա ես բավականին մեծ հույսեր ունեի, բայց եկանք ու ստացվեց այնպես, որ մենք իրենց կորցրել ենք։ Հիմա մենք փնտրտուքների փուլում ենք, հիմա մենք այն փուլում ենք, որը ավելի շատ կայացման կարելի անվանել, որովհետև դեռ համագործակցության խնդիր ունենք, դեռ ունենք մեկս մյուսին հասկանալու խնդիր ոչ թե ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների, ու դա մեկ օրվա աշխատանք չի, դա երկարաժամկետ է, հույսով եմ, որ այդ աշխատանքը շատ ավելի լավ կլինի։ Չեմ ասում դա այսօր որտեվ հաղթել ենք դրա համար, ասում եմ գլոբալ, որտեվ այս 3 խաղը ինձ այդ ինֆորմացիան տվեց։ Այս պահին ձեզ ավելի շատ գոլեր բերում են ստանդարտները, այսինքն անկյունայինները եւ հակագրիվը նաեւ այսօր։ Արդյոք կարծում եք դա կարող է թիմի հիմնական զենքը լինել։ Նաեւ գոլային պայր ստեղծեցիք Սարդարապետերի ստանդարտներից գոլից բացի։ Թե կարծում եք դիքային գրով եւս հնարավոր կլինի ավելի անել։ Տեսեք, շնորհակալություն հարցի համար եւ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Տեսեք, նախ եւ առաջ մենք միայն ստանդարտների վրա չենք կարող ապավինենք, մեր հույսը դնենք ստանդարտների վրա, բայց որ ստանդարտները մեր մոտ անցնում են, ստացվում են, դա բավականին լավ է եւ հավասարազոր թիմերի խաղի դեպքում ստանդարտը միշտ օգնության է հասնում։ Իմ կարծիքով ես մեկ անգամ տենց ասել եմ, հետո բոլորը տենց կատակով վերացեցին, բայց ես չեմ ասում ասելու համար, մենք հարձակվողի կարիք ունենք, բավականին լուրջ կարիք ունենք հարձակվողի, ես ասում եմ, հետո տենց սկսվում է քննարկում, ուր գնում է հարձակվող, ուզում անընդհատ հարձակվող, ուզում, բայց դա ռեալ է, մենք այսօր ունենք ընդամենը մեկ հարձակվող, Պատրիկ Հանձոնգոն ինքը վինգեր է, եզրային կիսապաշտպանը հարձակվող չի, բայց մենք լավ կյանքից չի, որ դրել ենք իրեն հարձակվող ու շատ շնորհակալ եմ իրան ու շատ ուրախ եմ, որ ինքը արդարացրեց։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս մասին, որ մենք ապավինում ենք ստանդարտներին, իհարկե մենք չենք կարող մենակ ստանդարտների վրա հույսներս դնել, մենք պետք է կարողանանք նաև կառուցողական գրոհներ ստեղծել, որ այս խաղում մենք բավականաչափ ունեինք նաև Սարդարապետի խաղում ու շատ ցավում եմ, որ մենք այդ խաղը պարտվեցինք, որովհետև երկրորդ խաղակեսի հենց սկզբում ունեինք երկու հատ հիանալի հնարավորություն, այդ գոլերը խփելուց հետո շատ բարդ իրավիճակի մեջ կլինի հակառակորդը, բայց սա ֆուտբոլ է, չենք կարող դրանից փախչենք, դրա համար կարծում եմ, որ երկու կոմպոնենտներ շատ կարևոր է մեզ համար եւ շատ պետք է աշխատենք այդ կոմպոնենտների վրա։ Նաեւ ասեմ, որ մենք 3 խաղին խաղացել եւ ամեն խաղին բաց ենք թողել գոլ։ Դա շատ մեծ խնդրեմ է մեզ համար, մենք պետք է մտածենք, որովհետեւ ամեն խաղին գոլ բաց թողելը դա ինչ որ ցուցիչ է,
որ մենք պետք է վերլուծենք ու հասկանանք որտեղ ունենք խնդիրներ, որը որ կարողանանք շտկենք։ Ցանկանայք Գարիլիմայից հարցնել, որ այսօր Աշխարհի դիրքում էր խաղում եւ մրցակցում էր Նարեկ Հովհաննիսյանի հետ, սովորաբար Նարեկ Հովհաննիսյանը ավելի շատ խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար, քան այսօր տեսանք, արդյոք Լիմայի խաղից գոլ է, մանավանդ որ գոլի ժամանակ էլ նա այդքան լավ խաղաց։ Տեսեք, պարզ պետք է ասեմ, մենք ամեն խաղին, եթե նկատել եք, աճ պաշտպանի դիրքում ունեցել ենք տարբեր ֆուտբոլիստներ։ Եվ չասեմ դժգոհ եմ եղել, որոշակի թերություններ են նկատել ֆուտբոլիստների գործողությունով եւ ոչ թե ճարահատված, այլ մենք սկսեցինք մտածել ինչ անենք այդ դիրքում մանավանդ հաշվի առնելով, որ պետքա մրցակցենք Նարեկի հետ Հովհաննիսյան։ Այդ պատճառով մտածեցինք դնենք Ֆելիքսին, որը որ կարծում եմ փայլուն կատարեց իր դեմ դրած առաջադրանքը, բացի նրանից, որ չեզոքացրեց Նարեկ Հովհաննիսյանին, նաեւ մասնակցեց գրոհի մեզ հաղթական գոլ պարգևեց եւ ես իր աշխատանքը գնահատում եմ բավականին բարձր մակարդակի։ Ինքը լավ ֆուտբոլիստ է, իհարկե երիտասարդ է, բայց որակներ ունի ու ինքը նորից կրկին անգամ նոմինալ կենտրոնական պաշտպան է, բայց այսօր ստիպված ենք դրել ենք եւ արդարացրեց, ինչի համար շատ շնորհակալ եմ իրանից։ Չհասցրեցի շնորհավորել ձեր արտանագը, ես նույնպես միանա շնորհավորանքներին։ Պարոն Բարսեղյան, իսկ բացի Արցախի դիրքից մյուս դիրքերում կազմի խորհրդության մասին ինչ կասեք, օրինակ փոփոխության են դուրս գալիս Կանտեի, Ալավերդյանի, Մովսիսյանի պես խաղացումներ, որոնք բավականին փորձառու են եւ որակել Հայաստանի առաջնության մակարդակով, նախկինում օրինակ Արարատը այդպիսի ճակատավոր ճոխություն իրեն չէր կարող տալ։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Այո, դուք իրավացի եք, դրա համար ես այսօր մենակ խոսում եմ հարձակման գծի մասին, որտեղ մենք բավականին բալանսավորված կազմ ունենք, թե պաշտպանական գծում, թե միջին գծում եւ իհարկե դարպասապաների գծում, որտեղ ունենք հավասարազոր երկու դարպասապա եւ դրա համար այնտեղի խնդիրները գալիս են խաղացվածությունից, որոշ ֆուտբոլիստների գործողությունների, ոչ չասեմ թերի, այլ ոչ ճիշտ գործողությունների հետևանքով, բայց որ մենք այսօր ունենք բավականաչափ ֆուտբոլիստներ մեր զինանոցում, որ կարողանանք ազդենք խաղի վրա փոխարինման միջոցով, այո, իհարկե։ Նորից պետք է կրկնեմ, այո, մեր խնդրումը հարձակման գծի մեջ է։ Այսօր Սուպրայի կազմում նաև փոխարինման մտածողություններ, որոնք Արարատին են պատկանում, դուք ինչպես եք վերաբերվում այն պրակտիկային, որ վարձակալության ուղարկածը դուրսի չեն գալիս իրենց հիմնական թիմի դեմ խաղալ, արդյոք կողմ եք թե դեմ պրակտիկային եւ ինչ որոշում եք կայացրել, եթե հնարավորություն ունեք խաղալ։ Ճիշտ ասած, ես այստեղ չեմ եղել այդ որոշումը կայացնելուց, բայց կարծում եմ, որ ինչ վերաբերվում է ԲԿՄ-ին ու երիտասարդ ֆուտբոլիստներին, մենք բոլորս պարտավոր ենք ու կարծում եմ պետք է հնարավորություն տանք, անկախ ամեն ինչից ում դեմ են խաղում, եթե Արարատից ֆուտբոլիստ կա, որ այսօր մտել է մեր դեմ խաղացել է, ես շատ ուրախ եմ, ճիշտ ասած չեմ ճանաչում, որովհետև ժամանակի սղությամբ եւ նոր եմ գլխավորում Արարատը, ինֆորմացիա ունեմ այդ մեր հարցակվողի մասին, որ ԲԿՄ-ում է, բայց դեռևս չեմ ուսումնասիրել։ Ու կարծում եմ, որ դա նորմալ process է, իհարկե կան թմեր, ովքեր որ թույլ չեն տալի կամ իրանք դեմ են, բայց ես կարծում եմ, որ ինչ վերաբերվում է ԲԿՄ-ին, ԲԿՄ-ի երիտասարդ պատանի ֆուտբոլիստներին, պետք է իրանց ամեն գնով աջակցենք, որպեսզի իրանք կարողանան ապահովեն որակ, մրցակցություն եւ մեր պատիվը բարձր տան։ Այսօր Շարոն Ասլանյանը առաջ կիսապաշտպանի դիրքում էր, նրան ավելի շատ նախկինում ձախ պաշտպանի դիրքում են տեսել, իհարկե Արարատի երկրորդ թիմում խաղացել է հարձակման գծում, դուք որ դիրքում եք նրան տեսնում ավելի շատ։ Իմ համար հիմա Արամը ավելի ունիվերսալ ֆուտբոլիստ է, որտեղ ինքը կարող է խաղալ հենց համար 10, նաև վինգեր, նաև ձախ պաշտպանի դիրքում։ Այստեղ խնդիրը հետևյալն էր, որ վերջի մարզմանը Նարեկ Ալավերդյանը որոշակի ցավեր ունեցավ, ցավեր զգաց, եւ մենք պետք է արագ արձագանքենք, ունենք երկու տարբերակ, մեկը Էդգար Մովսիսյանն էր, որը որ պետք է կարող էր փոխարինել, մեկը Արամը Ասլանյան, որոշեցինք Արամի տարբերակը եւ կարծում եմ չսխալվեցինք, որովհետեւ բավականաչափ մրցունակ տեսք ուներ, բավականաչափ լավ խաղաց, հաշվի առնելով, որ իր համար անսովոր դիրք էր։ Արտուր Գրիգորյանը այսօր կարծես սովորականից ավելի բարձր դիրքում խաղար, ամենատեղս նախորդ մրցաշրջանների համեմատ, դա ձեր կողմից մտածված հետաքրքիր քայլեր ըստ մրցակցի, թե նրան ավելի բարձր դիրքում եք ցանկանում տեսնել եւ նաեւ պրեսինգներ գրեթե առաջինն է սկսում։ Տեսեք, Արտուրը
այնքան փորձառու ֆուտբոլիստ է, որտեղ իրան խաղացնենք ինքը միևնույնն է օգուտ է տալու, բայց այսօր իրավիճակը հակառակորդը եւ մեր ունեցած ֆուտբոլիստներն ովքեր որ խաղում են միջին գծում, ստիպել են որ Արտուրին մի քիչ ավելի բարձր խաղացնենք, բայց ես վստահ եմ եւ ենթադրում եմ, որ Արտուրին որ դիրքում էլ խաղացնենք, ինքը կօգնի մեզ կարդարացնի։ Այո, դա մի քիչ մրցակցից կախված, դա մի քիչ մեր հենակետային, լավ ասեմ, հենակետային եւ կենտրոնական կիսապաշտպաններից էլ էր կախված, որովհետեւ նախորդ խաղերում մենք որոշակի խնդիրներ ունեցանք, երբ որ երկու հենակետայինով էինք խաղում, չենք կարողանում այդ միջին զոնայում գնդակ ստանալ ու սրություն հաղորդել։ Այսօր ոնց որ թե պատկերը այլ էր եւ մենք կարողանում ենք դա անենք ու հենց Արտուրի խնդիրը կայանում էր դրանում, որ կարողանա համակարգի մեկ, երկրորդն էլ, այո, առաջադրանք ունենք, որ պրեսինգը պետք է ինքը սկսի կամ իր գործողություններով, իր հուշումով մենք սկսենք պրեսինգը։ Ուրիշ հարց է, որ այդ պրեսինգը աշխատեց երևի թե սկզբում, միգուցե մեր խփած գոլն էլ նպաստեց, որ պրեսինգը սկսեց վատ աշխատել, բայց դա էլ պետք է կարողանանք շտկենք, որովհետև ամեն դեպքում կարևոր դետալ է ֆուտբոլի մեջ պրեսինգը։ Պարոն Բարսեղյան, Ազատ Հարյանի համար վերջին կես տարին բավականին ծանոթ ստացվեց։ Հիմա դուք նրան ամեն օր տեսնում եք մարզումներին, նաև խաղերին, տեսնում եք այն մոտիվացիան, որ նա ուզում է գոնե մոտենալ իր լավագույն մարզավիճակին եւ ամեն ինչ անում է դրա համար։ Տեսեք, ես բախտ եմ ունեցել, Վարազդատ Հարյանի հետ աշխատեմ հավաքականում, կարճ ժամանակում եղել եմ հավաքականի մարզչական շտաբում եւ տեսել եմ այն որակները ու այն հնարավորությունը։ Բացի դրանից, ազգային հավաքականի խաղերին տեսել եմ այդ նվիրումը, որ ինքը ցույց է տալի, պարզապես հիմա ոչ թե գովալու համար եմ ասում եմ այն ինչ որ տեսնում եմ մարզումներին ու ասում եմ այն ինչ որ ես զգում եմ, ինքը բավականին միգուցե փոխվել է կամ տենց է եղել, ուղղակի ես նոր եմ բացահայտում իրան, որովհետև ինքը, ասենց ասեմ ձեզ, ծայրաստիճան պրոֆեսիոնալ է մոտենում աշխատանքին, ինքը գիտի ինչի համար է դա անում ու դա ինձ շատ ավելի օգնում է, որովհետև ես ոնց ասեմ, ես փորձում եմ ոչ թե իրան օգնեմ, այլ փորձում եմ իրան հնարավորություն տամ, որ ինքը հետ գա ու դառնա այն Վարազդատ Հարյանը, որին մենք ծանոթ ենք։ Իհարկե ինքը այսօր թե նախորդ խաղին ինքը խաղում էր կամային որակների հաշվին, որը որ երևի թե Հայաստանում իրանից կամային որակներով ֆուտբոլիստ շատ քիչ կա ու կամային որակների հաշվին, որտեղ ինքը դեռ պատրաստ չի 100%-ով, նույնիսկ երևի 70%-ով պատրաստ չի, բայց այդ կամային որակները ու այն կարգապահությունը, այն նվիրումը, որ ես տենում եմ թե դաշտում, թե դաշտից դուրս, ես մենակ կարող եմ իրան ասեմ բրավո ու շնորհակալություն այդ ամեն ինչի համար։ Պարոն Բարսեղյան, ձեր հաջորդ 3 խաղերը չեմպիոնության հավաքնորդների դեմ են Փյունիկ, Նոա, Արարատ Արմենիա։ Ինչ եք կարծում, արդյոք կարելի է Արարատ Արմենիայի եւ Արարատի խաղերը, բացի մյուս երկուսի դեմ, չափել Արարատի ուժը դրանց այդպիսի թիմերի դեմ խաղերով, թե դեռ շուտ է դրա համար, դեռ աշխատանքի սկզբնական փուլում է։ Չէ, որ ասեմ շուտ է, նշանակում է մել ինչ եմ ես տեղ։ Ինչ եմ ես Արարատի գլխավոր մարզիչ, եթե ես պետք է ասեմ, որ շուտ է։ Բայց իհարկե կան խնդիրներ, այդ թիմերը մեր իրավիճակում, մեր Հայաստանի առաջնության լավագույններից են։ Մյուս խնդիրը այն որ կա, իրանք ավելի պատրաստ են մեզանից, ֆիզիկապես, հոգեբանորեն, որովհետև իրանք անցել են եվրոպական մրցափուլերի միջոցով։ Եվ դա ստիպում է, որ մենք ավելի հավաքված լինենք, ավելի ուշադիր լինենք։ Այո, այս 3 խաղը միգուցե մեզ համար կլինի ճանապարհի խաղ, որ մենք հասկանանք որտեղ ենք մենք հիմա, ուր ենք ուզում գնանք այդ խաղերի միջոցով ու ուր կհասնենք։ Իհարկե ծանրագույն խաղերը սպասում մեզ, որովհետև այդ թիմերը այսօր իրենց նպատակները այլ են, այդ թիմերի նպատակը միայն եւ միայն չեմպիոնությունն է, բայց մենք կփորձենք ինչքան հնարավոր է բարդություններ ստեղծենք այդ թիմերի համար։ Ոնց կստացվի ցույց կտա ժամանակը, որովհետև մենք իհարկե ալաշկերտիներ ենք ուզում բարդություններ ստեղծենք, բայց մեկ ֆուտբոլիստը մեր բոլոր պլանները խափանեց, մեր ֆուտբոլիստը։ Բայց ինչերից է, սա ֆուտբոլ է եւ մենք կփորձենք ամեն ինչ անենք, որպեսզի բարդություններ ստեղծենք եւ ինչու ոչ փորձենք հաղթենք, որովհետեւ ինձ համար կոնկրետ Փյունիկ շատ ուրիշ մոտիվացիա է ինձ համար, Նոա շատ ուրիշ մոտիվացիա է, Արարատ Արմենիան շատ ավելի ուրիշ մոտիվացիա։ Դրա համար ամեն խաղին մենք յուրով ենք մոտենալու, իհարկե ես հասկանում եմ, որ մենք բարդություններ ունենք, իհարկե հասկանում եմ, որ ֆավորիտը այդ թիմերն են, բայց
հաստատ չենք վախենալու, փորձելու ենք պրոբլեմ ստեղծենք իրենց համար։